ես ամեն անգամ նման եղանակների ժամանակ մտովի իրեն մի փոքրիկ հազարագույն լույս ու մռայլ ամպիկ կուղարկեմ։ Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի, որովհետև չեմ գտնի։ Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել։ Հետո էլ այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է փոխարինող մի բան գտնելու համար։ Ասացեք, որ իմ աչքերի մեջ 7.5 տիեզեր կա։ Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ։ 7.5։ Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է։ Չնայած, որ ինձ այդպես էլ չճանաչեց։ Ավելի ճիշտ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր։ Չտեսնելով իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ։ Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատ ատում եմ անզորության զգացումը։ Կարոտը անզորության դրսևորում է։ Ու ես ատում եմ կարոտել։ Բայց կարոտում եմ ու շատ։ Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել։ Մարդիկ ունեն գնալու իրավունք, եւ ես հարգում եմ այդ իրավունքը։ Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ թե իրեն։ Ու ես չեմ մեղադրում։ Ներողություն խնդրեք իմ անունից։ Այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար։ Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները։ Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն։ Հա ու ձախ ձեռքը կդնեք ձախ այտին ու աչքերի մեջ կնայեք։ Հետո կժպտաք ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես չնայած ամեն ինչին միշտ ժպտում եմ։ Զարան եղանի սպասված երեխա։ Ես պարտադիր չի, որ ինքը կանգնի պատուհանի մոտ, որ հուզմունքը զգամ իրա։ Ինքը կարող մեջքով կանգնած լինի, ես կզգամ, որ ինքը հուզված է, այդ հաստատ։ Իհարկե ես Զարուհի չեմ ասում, ես ասում եմ իմ Զարա։ Առհասարակ օրը սկսում եմ երեխաներին դպրոց ճանապարհելով, այնուհետև շտապում եմ աշխատավայր, որը ինձ համար հիմա դարձել է ամենահաճելի վայրը։ Ես Զարուհու ճանաչում եմ երկար տարիներ, բայց համագործակցել սկսել եմ մի տարի առաջ։ Դեռ ուսանող էր, ես ես այնտեղի աշխատող էի։ Տարիներ անց այդ աչքերը հանդիպեց Ավանի մշակույթի սենյակներից մեկում, նայում եմ նույն աչքերն, ուզում եմ հասկանալ իմ Զարանա եւ
Իրոք ինքը իմ Զարան էր։ Էլի ճակատագրի բերումով մենք հանդիպեցինք։ Փոքրուց աջակցել եմ Ավանի մշակույթի տան նկարչության բաժինը, որտեղ ծանոթացել եմ Զարուհու հետ։ Այդ ժամանակ, երբ որ ես աշակերտ էի, Զարուհին փոխտնօրեն էր որպես աշխատում այնտեղ։ Հետո ժամանակ անց, երբ որ ես արդեն ավարտել էի քոլեջը, շատ պատահական ցուցահանդեսի ժամանակ հանդիպեցի Զարուհու հետ եւ հենց այդ ժամանակ էլ ստացա աշխատանքի առաջարկ Նռնենի կենտրոնում։ Զարան ինձ հրավիրեց աշխատելու իր նորաստեղծ, իհարկե ինքը ուներ թատերական խումբ, բայց այսպիսի մեծ մասշտաբով, այսպիսի մեծ թափով աշխատանք ինքը դեռ չէր արել։ Արել էր թատերական բնակավարում, բայց կենտրոն բացել, անունը դնել Նռնենի եւ հավաքել այնպիսի մի կազմ, որ իր տեսակին համահունչ լինի։ Մեր փոքր կենտրոնում էինք, նոր էինք սկսել, անընդհատ որ ինքը տարակուսում էր, կստացվի, չի ստացվի, ասում էի Զարմի նեղնյան, պայման ստացվելու է, անընդհատ գրում գալիս էի ստացվելու է, ու ստացվեց այնպես, որ մենք տեղափոխվեցինք, արդեն մի քիչ մեծացանք ու ասում էր, բայց ինչ ճիշտ էիր ասում, ես էլ իրան ասում էլի ավելի լավ է լինելու, ինքը այն որ չեմ թողում էլի, որ ինքը հանձնվի, միշտ այն որ պիտի շարունակություն լինի անպայման։ Ու իր կողքի մարդիկ էլ եթե իրան հավատան, ուժ տան, ինքը անպայման շատ բաների կհասնի, որովհետև ունի նպատակասլացություն, ուժեղ կամք ու չի վախենում։ Ամենակարևորը որ չի վախենում ինքը։ Այն էներգիան, որ ստանում եմ երեխաներից, ինձ ապրեցնում է։ Բոլոր դժվար եւ հոգսառատ օրերի ընթացքում ես լիցքավորվում եմ հենց երեխաներով։ Ամեն անգամ Նռնենի արվեստի կենտրոն գալուց Զարուհին միշտ երբ որ ինձ դիմավորում է, ասում է, որ մեր կենտրոնի լույսը եկավ եւ ամեն անգամ ավելի ջերմորեն է դիմավորում, երբ որ գալիս եմ միշտ աշխատանքը վերջացնելուց հետո չի թողում որ տուն գնամ, ասում է արի անպայման զրուցենք, պատմիր թե ինչ կա նոր գնում ենք, նույնիսկ երբ որ գալիս եմ այստեղ հնարավոր է այդ օրը շատ գործեր ունենամ, բայց մինչև վերջ մնում եմ, չեմ կարողանում այստեղից կտրվել, անդադ զրույցներ տարբեր թեմաներից։ Զարուհին այստեղ ուղղակի տնօրեն չէ, շատ ժամանակ նույնիսկ ավելին է անում, քան կաներ տնօրենը։ Հիշում եմ, որ մարտին, երբ որ ունեինք Իգիթյանում ցուցահանդես ուշեր ժամը եւ երկուսով էինք, ինձ հետ հավասար կախում էր նկարները, նույնիսկ ավելին էր անում, քան պետք է անի տնօրենը։ Ինքը շատ բարի է, բայց շատ ձեռնարկող, շատ ճշտապահ, շատ այստեղ գույների մասին խոսք կգնա կամ գնում է, ես տեսնում եմ իր հագուստի մեջ սևն ու կարմիրը, այո, ինքը երկու բևեռի մարդ է։ Ու ես իրան այդ ժամանակ եմ տեսնում կարմիրի մեջ, երբ ինքը արդեն հստակ գիտի ինչ պիտի անի, ու պահերա լինում, երբ ինքը կոտրվում է, երբ արդեն ինքն աջակցության կարիք է ունենում, սկսում է լռել, քիչ խոսել, անդադ մտքերի մեջ է լինում, այդ ժամանակ ես իրան փակված եմ տեսնում։ Կամ կարող է, ասենք, ինքն իր հետ էլ մնա մենակ, շատ է լինում տենց։ Իրականում առօրյայում մարդիկ շատ քիչ կարող են ինձ տեսնել հուսահատված, տխուր։ Ես փորձում եմ ինձ ուժեղ ցույց տալ եւ ոչ թե ցույց տալ, այլ մարդկանց համար ես միշտ ավելի կայուն ուժեղ տեսակ եմ։ Բայց ես իրականում շատ փխրուն եմ եւ կարող եմ մի հայացքից, մի ժեստից, մի փոքրիկ խոսքից այլայլվել, հիասթափվել ու նորից հետո մոխրից հառնել։ Պարզապես ես կարողանում եմ մի որոշ ժամանակ մնալ այդ հոգեվիճակում, հետո ինքս ինձ հանել այդ վիճակից։ Ես սովորել եմ այդպես կառավարել իմ ներքին փխրուն մարդուն։ Եվ մարդկանց մեջ էլ միշտ գույն եմ փնտրում։ Ամեն մեկին ինչ որ գույնով եմ տեսնում ու դա ինձ շատ հետաքրքիր է։ Սևի ու կարմիրի համադրությունը միշտ սիրել եմ, անկեղծ ասած չեմ մտածել ինչու, բայց մի բան կասեմ, որ ես կարմիրով քողարկում եմ իմ ներսի երբեմն ունեցած տխրությունը։ Դա ինձ վառ կերպար է տալիս եւ մարդիկ չեն տեսնում այդ փխրուն Զարուհուն։ Ինքը շատ բարի է, շատ ճշտապահ է, բայց շատ քնքուշ սիրտ ունի, շատ կոտրվող, որը ցույց չի տալիս, բայց իրականում ինքը շատ խորը ներքին ունի։
այ հենց այդ ներքին խորը, ներքին այդ զգացմունքային մարդ լինելը օգնում է, որ իր կողքը հավաքի իր նման մարդկանց։ Հայ տեսակը, չնահանջող, չպարտվող տեսակ, հայ ոգի, լեռների ուժում, գետի հոսք և խաչքարի քարացած հիշողություն, հայը սերմանում է սերի մողում, երկում է ցավի մեջ ու միշտ վերածնվում է իր արմատներից։ Ես ընտանիք հասկացողությունը շատ խորն եմ ընկալում ու միշտ ուզում եմ, որ ընտանիքում լինի ամենակարևորը սեր։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կլինի բնագավառ, կլինի գործունեություն, գործողություն, իրավիճակ, սերն է ամենակարևորը, որովհետև երբ որ սիրում ես, ներում ես, երբ որ սիրում ես, ներքին ուժ ես ունենում մղման։ Եվ երբեք ճիշտ չեմ համարել, որ ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը, ես կարծում եմ սերն ու բարությունը կփրկեն աշխարհը։ Ու ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում առաջինը պիտի լինի հենց սերը, եւ սերը ամեն ինչ կարող է հաղթահարել։ Առանց սիրո պարտեզում չի բացվել դեռ ոչ մի վարդ։ Բայց իմացիր ով սիրող։ Սիրոգինը մի դար է, իսկ բուրմունքը ակնթարթ։ Արդեն 17 տարի է ինչ ունեմ ձևավորված ընտանիք, որտեղ բնականաբար եղել են եւ դժվարություններ, եւ երջանկություն, եւ խառը հույզեր, որովհետեւ կյանքը ինչպես սրտի աշխատանքը չի կարող մի գծով գնալ, երբ ողջ ես։ Եվ քանի ողջ ես, այդ վայրեջքներն ու վերելքները, այդ գծիկները միշտ լինում են։ Բնականաբար ընտանիքում էլ է այդպես լինում, բայց ընտանիքում գտել եմ ներդաշնակություն, հանգստություն, ամենակարևորը, որ ունեմ ընտանիքում, դա ազատությունն է։ Այն, որ ես ընտանիքում ունեմ իմ ազատությունը, իմ խոսքը, իմ ներդաշնակությունը, հարգանքը, ինձ շատ լրացնում է, եւ դա ինձ օգնում է նաեւ աշխատանքում։ Ունեմ լավ ամուսին, 2 երեխաներ, որոնք նորից արվեստի ոլորտներ են ընտրել ու շարունակում են։ Սկզբում մի փոքր դեմ էի, հետո հասկացա, որ միևնույն է, արվեստում մարդիկ ավելի երջանիկ են լինում, երբեմն ավելի ուրիշ աշխարհ են ունենում։ Դրա համար որոշեցի չխանգարել իրենց եւ ընդունեցի իրենց որոշումը։ Քանի որ դրանք մարդ չեն, այլ երկոտանի գազան, որովհետև գայլից ու արջից չեն վախենում, մթից ու խավարից չեն վախենում, անծանոթ գազանից չեն վախենում, երկոտանի գազանից են վախենում, որ ճիրանները քեզ չհասցնեն։ Ես վագոնից վագոն եմ ասում։ Այդ անծանոթից որքան հնարավոր է հեռու գտնվել համար, բայց ինչքան հեռանում է, այդքան թիկունքը սարվում է։ Նրա պտոցած աշերի միջից թափող ատելությունից։ Ու ես գիտեի, որ իմ աշերից թափող ատելությունը նույնն է, ու նույնիսկ ավել է, բայց չէ որ մենք իրար ոչինչ չենք արել։ Մենք կարող ենք ընդհանրապես հանդիպել։ Սպասի, ես էլ եմ ուզում ասել, իմ անունը, Չեղա։ քո աղջկանն է, դե որ ծնվելու ես տող, մեր քաղաքի իսկական անունը ուրիշ է։ Ես ուզում եմ, որ նա մեր քաղաքի իսկական անունով կոչվի, Խոստացի։ Խոստանելուց առաջ պետք է իմանամ, չէ՞ ձեր քաղաքի իսկական անունը։ Մեր քաղաքի իսկական անունը Կարին է։ Կարին, խոստանում եմ։ Իսկ դու գիտես, որ իրար կայացնես դրես։ Լսեցի։ Հիմա իրոք շնալու ժամանակ։ Շնորհակալ եմ մեկ ժամ վախանալ։ Հաջողություն։ Սպասի, ես եմ գալիս։
Ամուսինս ասեց, գիտեք, իր անունը պիտի դնեմ Զարուհի։ Ասեց, պապան շատ է ուզում իր անունը լինի Զարուհի, ու ես դեմ չեղա։ Ասեցի թող լինի Զարուհի, բայց մեր համար ամենաառաջնակարգը Զարուհին է։ Եթե ուզում եմ, որ իրան ուրախացնեմ եւ ինքը իրան հաճելի զգա, ես իրեն Զարուհիով եմ դիմում։ Զարա ասվել է ամուսնությունից հետո, բայց մենք միշտ Զարուհի ենք ասում իրեն։ Ես անգամ շատ հաճախակի չեմ ասում Զարա, որտեվ իմ մեջ Զարուհին է ստած։ Ու իմ կեսարը շատ էր սիրում իրեն, որտեվ իր մամայի անունն էր Զարուհի, ու դա տարբերվող անուն էր։ Պաստորեն հետո տարիներ հետո ես իմացա, որ ինքը իր անունը շատ է սիրում։ Իմ մեջ երկու մարդ կա։ Ես միշտ մտածել եմ այդ մասին, կարծում եմ բոլոր մարդկանց մեջ կան տարբեր մարդիկ, իմ մեջ կոնկրետ երկուսն են։ Մեկը Զառան է, ով իր էությամբ ձգտում է, սիրում ազատության, տենչում է, որ շատ աշխարհներ տեսնի, շատ ազատ լինի, թռիչք ունենա միշտ։ Իսկ Զարուհին այն կերպարն է, որով ես ապրում եմ հիմա։ Այսինքն մարդ, ով փորձում է ամեն ինչում իդեալականացնել, ամեն ինչ մաքսիմալին հասցնել։ Ես շատ էության մաքսիմալիստ եմ, թեև դա ինձ շատ խանգարում է, բայց ես փորձում եմ այդ Զարուհին, հենց այդ մաքսիմալին ձգտող Զարուհին է, ով սիրում է ընտանիք, սիրում է կայունություն, հանգստություն։ Իսկ Զառան այն մարդն է, ով եթե ինքը բարձրանար իմ մեջ, նա կլիներ ավելի թեթև, ավելի ազատ, մի խոսքով մի քիչ այլ կերպար կլիներ, ոչ այն ինչ որ ես եմ հիմա։ Մեր երեխաներին շատ ազատ ենք մեծացրել։ Իրանք ունեին իրանց ազատ խոսքի իրավունքը։ Յուրաքանչյուր հարցի նկատմամբ իրենք ունեին յուրովի իրենց կարծիքը։ Եվ լսում էին եւ ծնողի ասածն էին լսում եւ իրենց ասածն էին մեկնաբանում եւ մենք գալիս ենք ընդհանուր հայտարար այդ ժամանակ։ Հա, նա շատ աշխատասեր էր, որովհետեւ երբ ծնողը գործից գալիս էր կամ մի բան լինում էր, ինքը անմիջապես այն աղջկական պարտավորությունները կատարում էր տանը։ Ամեն պահին եղել է մեր թիկունքին Զարուհին։ Մենք մեծ հույսեր ենք ունեցել Զարուհի հետ կապված, որ հիմա ինքը արդեն կարողանում է ինչ-որ կենտրոն տնօրինի, ինչ-որ գործադիրում աշխատի, մենք չենք զարմանում։ Ոնց հասկացա, Իրային դեռ չես էլ ասել, որ անցել ես։ Որովհետև այդ մենակ ինձ է վերաբերում։ Մաման չի մեկնելու իմ փոխարեն, ես եմ մեկնելու, ես չեմ ուզում գնամ։ Աստղիկ, ես քեզ չեմ ճանաչում։ Դու երազում էիր այդ ֆորումի մասին։ Հիմա երազանքներս փոխվել են։ Լսիր ինչ եմ ասում։ Համալսարանը քեզ վրա մեծ հույսեր ա դրել։ Ու եթե դու չէիր ուզում մասնակցեիր, մենք կարող էինք մեկ ուրիշ ուսանողի ուղարկել։ Ինքդ հիշիր։ Դու եկար, խնդրեցիր, որպեսզի ներկայացնենք հայտը։ Ես կարամ ընդհանրապես չխոսամ։ Վերջացրեք վ։ Հորդ ասա։ Սկսվող։ Ամուսինս շատ էր ուզում, որ Զառան ամեն ինչի հասնի, լինելով լավ կին իր ամուսնու համար, լավ աղջիկ ընտանիքի համար, ինքը ուզում էր, որ անպայման Զառա's բարձունքների հասնի։ Դրա համար իր չարած բաները, որ ամեն պահի ես ուզում եմ թե ֆինանսական, թե ֆիզիկական, թե ամեն ձևով իր կողքին կանգնել, անգամ հոգեպես ես պիտի իր կողքին միշտ լինեմ ու լինում եմ, որ ես նրան ուժ տամ։ Նա կցանկանար, որ իր պապան հիմա լիներ, ավելի լավ ուժ կստանար։ Ճիշտ է, ես կին եմ, այդքան իմ մեջ այդ ուժը չկա, պահի տակ ես էլ եմ նենց ժամանակ հայտնվում, որ կարծես ինձ էլ է պետք մեկը ուժ տա, բայց ամուսնությունից հետո ես ինձ հավաքեցի եւ ասեցի պետքա, որ ես իմ երեխաների գլխին լինեմ, երեխաներիս ուղղորդեմ, ինչ որ
ամուսինս չհասցրեց անել, ես անեմ։ Ընտրում եմ հայրիկիս ու չեմ գտնում իրան։ Իր ուժը չեմ գտնում։ Եվ վստահ եմ, որ ինքը երկնքից օրհնություն է տալիս այն ամենի համար, ինչ որ ես անում եմ։ Ուզում եմ միշտ մնաս կյանքին դու սիրահարված, միշտ իրարով տարված ու մաքուր սիրով լցված, հիմա սպիտակ հարսի շորով իմ դիմաց կանգնած, իսկ ես այնքան բարեր ունեմ չասված, չճարանաս երբեք, մնա միշտ սիրտդ բաց, միշտ ներիր, թեկուզ մի քիչ լինես պարտված, հիշիր, որ ես կյանքում էլ միշտ բումերանգը կա, այն ինչ տվել ես դու սրտանց մի օր քեզ հետ կգա։ Կյանքի օրենքն է դա, մի օր բոլորը մեծանում է, մարդը հավերժը միշտ քանի իր գործը մեծարում է, քայլերը թող ուրախացնեն, բառերը ցավ չտան, երբեք չկորցնես ներսի փոքրիկ իմ աղջկա։ Ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ ես լինելու, թեկուզ հեռու, երջանիկ եղիր իմ աղջիկ, սենը ամենտեղ տիրելու, մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու։ Ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ ես լինելու, թեկուզ հեռու, երջանիկ եղիր իմ աղջիկ, սենը ամենտեղ տիրելու, մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու։ Ես միշտ զգում եմ իր ուժը իմ թիկունքում, բայց կարոտել եմ շատ ու իր բացակայությունը երբեք ոչինչով չի լրանում։ Իմ սրտի մի անկյունում միշտ կա խորը թախիծ ու երջանկության պակաս, ու դա իր բացակայությունն է։ Բաց թողած ոչինչ չկա իրանից։ Ինքը միշտ ասել է ամեն ինչ, ինչ որ ես կուզեի լսել։ Ինքը այնքան սեր է տվել որպես հայր, որ ինձ դա բավական է ու փայփայում է, վստահ եմ մինչև իմ կյանքի վերջ ես այդ սերը կունենամ իմ մեջ։ Իր բացակայությունը միայն ֆիզիկական է։ Ինքը իր հայրիկի հետ շատ կապված էր։ Ինչքան ներսում զգացում, ինչքան սեր, ինչքան բան կար, ինքը արտահայտվում էր։ Մյուսներն էլ են սիրում իր հայրիկին, բայց ինքը շատ արտահայտվում էր։ Հետո ինքը ամեն բան իր պապայի վատանալուց ինքը շատ ծանր էր տանում։ Իր պապայի կորուստը իր համար շատ դժվար էր։ Ես հայրիկիս հետ շատ կապված եմ եղել։ Իր բացակայությունից հետո բնականաբար ավելի սկսեցի կապվել մամայիս հետ, որովհետև արդեն պապայի սերն էլ սկսեցի մամային տալ, բայց միշտ պապայի ուժն ու սերը ուրիշ ձև եմ զգացել։ Մամայինը հիմա եմ շատ զգում, երբ որ արդեն հասուն կին եմ, ընտանիքի մայր, մամայի խորհուրդները ինձ շատ օգնում են։ Մամաս իմ համար իմ կնոջ իդեալն է, նուրբ, հանգիստ, շատ հավասարակշռված ու անսահման բարի։ Այդ բարությունը սահման չունի։
աշխատանքի վայրում ինքը որպես ղեկավար, աշխատանքից դուրս շատ լավ ընկեր, ընտանիքում շատ լավ մայր, ընկերական շրջապատում իմ կարծիքով ամենալավ ընկեր, շատ նվիրված ընկեր, շատ մաքուր ընկեր։ Այն ընկերոջ մեջ լավագույն որակները, որ կարա լինի, ինքը ունի անդավաճան ընկերություն։ Ու զգացել եմ, որ մարդկանց ինքը շատ վստահում է։ Ես փոքր տարիքից եմ աշխատել ղեկավար պաշտոնում եւ շատ երջանիկ եմ, որ այդ պահի ունեցած, այսպես ասած, փառքը ինձ չի փոխել։ Ու դա ես չեմ ասում, դա բոլորն են ասում։ Չի փոխել, որովհետեւ ես աշխատելու ընթացքում ունեցել եմ շատ դժվարություններ։ Դժվար եմ կայացել։ Եղել են հարվածներ մարդկային, որոնք որ ինձ կոտրել են, բայց որքան կոտրվել եմ, այնքան պայքարել եմ։ Եվ երբ որ հասել եմ այս կետին, ես կարողանում եմ իմ գոլեգաներին վերաբերվել այնպես, ինչպես չէի ուզի, որ ինձ վերաբերվեն։ Եվ վերաբերվում եմ այնպես, ինչպես ուզեի, որ ինձ վերաբերվեին։ Եվ դա կարծում եմ ինձ հնարավորություն է տալիս արդար լինել իրենց հետ եւ բերում է ներդաշնակության։ Երբ որ ես հաղորդակցում եմ իրենց հետ, ես տեսնում եմ իրենց մեջ ոչ թե միայն աշխատողի, ով եկել է աշխատանքի, ես տեսնում եմ մարդու, ով ունի հույզեր, ունի խնդիրներ, եւ փորձում եմ այդ մարդուն հնարավորինս օգնել, որովհետեւ երբ որ մարդը հանգիստ է զգում իր աշխատավայրում, ինքը ավելի լավ է աշխատում։ Երբ որ մարդուն սահմանափակում ես, ինքը չի կարողանում աշխատել։ Երբ որ դու տալիս ես թևեր, հնարավորություն եւ նաեւ հանգստություն, մարդը իրեն կոմֆորտ զոնայում ավելի լավ է զգում եւ ավելի լավ է աշխատում։ Ես դա շատ կարեւորում եմ եւ հենց այդպես էլ աշխատում եմ իրենց հետ։ Իսկ ինչ վերաբերվում է որպես ուսուցիչ եւ տնօրեն տարբերության մասին, իրականում շատ չեմ տարբերում։ Ես կապ չունի իմ խմբի սաներն են, թե կենտրոնի մնացած երեխաները, բոլորին վերաբերվում եմ նույն ձևով, նույն սիրով, նույն ջերմությամբ, նույն խստությամբ։ Իմ մոտ սերն ու խստությունը համընթաց են գնում, չեն նեղանում ինձնից, այլ ընկալում են իմ այդ երկու հենց տեսակը։ Ես ունեմ շատ սաներ, որովհետև թատրոն ստուդիան իմ ունի 10 տարվա պատմություն, նրանից հետո արվեստի կենտրոնը 1 տարի է ինչ գործում է։ Եվ այդ 10 տարիների մեջ ես ունեմ շատ սաներ, որոնք դեռ իմ հետ են։ Հիշում են ինձ, գալիս են ինձ մոտ, կիսվում են ինձ հետ, եւ ես հասկանում եմ, որ մեր փոխադարձ վստահությունն ու սերը եղել է։ Ես հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ։ Երբեմն ինձ հարց եմ տալիս, ինչը կուզեի փոխել իմ շփման մեջ մարդկանց հետ։ Հետո ենթադրություններ եմ անում, որ երբ որ մարդիկ իմ կյանքում շատանում են, իսկ մնացած մարդիկ, ովքեր կան, դեռ մնում են, նշանակում է ես ճիշտ ճանապարհին եմ, բայց դա ինձ չի մեծամտածնում։ Հակառակը, ես փորձում եմ ավելի զգույշ հաղորդակցվել մարդկանց հետ, որովհետև մարդու սիրտը շատ փխրուն է։ Եվ երբ որ կոտրես մարդու սիրտը, հետո հնարավոր էլ չկարողանաս բուժել։ Ինձ համար սիրտը դա ապակու նման է։ Երբ որ ճաք է առաջանում, որքան էլ փորձես իրեն փակել, միևնույն է այդ ճաքը երևում է, որովհետև թափանցիկության մեջ նա երևում է։ Նույնն էլ սիրտն է։ Պիտի աշխատես մարդկանց սրտերը չկոտրել։ Որպես հայ կնոջ կերպար, չգիտեմ, ինքը իմ համար կայացած է, բայց ավելի, որտեղ ինքը դրան ձգտում է ու հասնելու է։ Իսկ Նռնենի արվեստի կենտրոնը պատրաստ է ընդունել յուրաքանչյուր երեխայի, որովհետև մենք պատրաստ ենք լավագույնը մատուցել ձեզ։ Նախ ուրախ եմ, որ դասավանդել եմ Զարուհին, որպես լավ ուսանողի, որպես շնորհքով ուսանողի, ու ամենակարևորը դուք ընտրել եք արդեն տեսակ իր արած գործը, որը իր տեխնաջան չարչարանքի նվիրումի արդյունքն է։
Երբ 2012 թվականին Ավանի մշակույթի տան տնօրեն Անահիտ Բունյացյանից ստացա առաջարկ աշխատել մշակույթի տան որպես փոխտնօրեն, նա ինձ համար մեծ հնարավորություն էր։ Նա տեսավ իմ մեջ պոտենցիալ եւ ինքը ինձ համար եղել է ճակատագրով ուղարկված մարդ, ով փոքրիկ մի աղջնակի հնարավորություն է տվել կայանալ եւ զբաղվել իր սիրած գործով եւ ես շատ շնորհակալ եմ իրեն դրա համար։ 2014 թվականին, երբ ես որոշեցի ներկայացում բեմադրել, նա ինձ աջակցեց եւ առաջին բեմադրությունը Գիքոր ներկայացումն էր Հովհաննես Թումանյանի, որը ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ առաջին անգամ ես խաղացել էի հենց Գիքոր ներկայացման մեջ դեդի կերպարով եւ իմ հայրը մասնագիտական օրհնություն տվել էր հենց այդ կերպարը տեսնելուց։ Մինչ այդ չէր աջակցում իմ որոշմանը եւ առաջին ներկայացումը եղավ հենց այդ ներկայացումը, որի հաջողությունը հիմք հանդիսացավ, որ ես շարունակեմ իմ գործունեությունը։ Դրանից հետո 10 տարի բեմադրել ենք տարբեր ներկայացումներ, բազմաժանր, տարբեր տարիքի եւ միշտ փորձել եմ այնպես անել, որ բեմից հնչող խոսքը լինի մաքուր եւ բեմը տա մեզ սովորեցնելու կարեւորությունը։ Հիմնականում փորձում եմ դասական գիծը պահել եւ այնպիսի ներկայացումներ բեմադրել, որ եւ երեխաները, ովքեր խաղում են այդ ներկայացման մեջ, վերցնեն ինչ-որ բան, ասելիք ունենա շատ մեծ եւ հանդիսատեսը, ով գալիս է մեզ դիտելու, կարողանա վերցնի այնտեղից իր համար եւ իր հետ տանի։ Եվ ամենակարևորը, որպեսզի արվեստի կենտրոնը ծառայի իր նպատակին։ Սա ինձ համար զուտ աշխատանք չէ, սա ինձ համար նպատակ է, նպատակ յուրաքանչյուր երեխայի հաղորդակից դարձնելու արվեստի հետ։ Եվ շատ կուզեմ, որ հետագայում մեր փոքրիկ ճյուղեր ունենանք, շատանանք եւ կարողանանք շատ երեխաների ներգրավել մեր ջերմ, արվեստոտ ու սիրով լի ընտանիք։ Գամ քեզ, որ աշխարհի քամիներից քեզ պահեմ ու չթողնեմ գեթ մի երազ քո հոգուց պոկեմ ու խափելով քո ժպիտ առնեմ քո տակ սրտում չբերեն ցուրտ քամիներ քո ջինջ աչքերում չբերեն մշուշ ու քո սիրուն թախիծը չդարձնեն դարատախրություն քո հեքիաթից չտանեն քո խենթություն